փոխկախյալների համար շատ դժվար է տեսնել այդ անձին անհարմարավետության մեջ, տեսնել, որ իրանց երեխան տխուր է, գործ չունի, փող չունի, պարտքեր ունի, ինչ-որ հարցեր չի կարողանում լուծել, տեսնելով իրենց երեխայի կամ ամուսնու այդ անհարմարավետությունը, դիսկոմֆորտը, նրանք մի րոպե շուտ փորձում են կանխել այդ իրավիճակը, հա, ավարտել, հիմա ես կլուծեմ այդ խնդիրը, որ դու այդ դիսկոմֆորտի մեջ չշարունակես մնալ, որ դու այդ անհարմարավետությունը չունենաս։ Եվ այդպես լինում է իրենց կյանքի բոլոր, հա, ժամանակաշրջաններում, երբ որ մենք հետ ենք գնում, ինչպես է ի սկզբանե եղել, մենք տեսնում ենք, որ օրինակ այդ տղա երեխան, երբ որ գնացել է բանակ ծառայելու, այսպես իրեն միշտ արկղերով ուտելիք է գնացել, որ հանկարծ ինքը այդ դիսկոմֆորտը չունենա բանակում եւ չուտի բանակի սնունդը, միշտ իրեն այսպես հատուկ հագուստ է գնացել ծառայության ժամանակ, կամ օրինակ երբ որ ինքը փոքր է եղել եւ դպրոցում ինչ որ խնդիրներ է ունեցել, միշտ papan գնացել է եւ այդ հարցերը լուծել է, բակում է խնդիրներ ունեցել ինչ որ շրջապատի հետ, թաղի տղաների հետ, միշտ papan գնացել է կամ papan դիմել է ինչ որ մեկին, ով կօգնի, որ տղան այդ հարցը լուծի, եւ պատկերացրեք երկու ականի հեծանիվը, որը որ վերջում ունի, ինչը որ վերջում ունի այդ երկու անիվները, որի օգնությամբ անձը քշում է, չէ, երեխան քշում է այդ հեծանիվը, պատկերացրեք, որ կախյալություն ունեցող անձը ճիշտ նման է այս հեծանիվը վարող հեծանվորդին, որի հետևում անverջ կան այդ երկու փոքրիկ անիվները, որը որ պահում է այդ հեծանիվի հավասարակշռությունը, բալանսը։ Եվ միշտ ես ծնողներին հարց եմ ուղում կամ կանանց հարց եմ ուղում. ինչ կլինի, եթե ամբողջ կյանքում այդպես էլ այդ փոքրիկ անիվները չհանվի այդ հեծանիվի վրայից, ինչ կլինի։ Արդյունքում բնականաբար հնչող պատասխանն է, իրենք չեն սովորի հեծանիվ վարել։ Եվ այստեղ գլխավոր փաստն այն է, որ երբ որ իրենք այսպես առաջ նայելով վարում են այդ հեծանիվը, իրենց թվում է, որ իրենք են վարում այդ հեծանիվը, հա, իրենք կարողանում են, որովհետև հաճախ երբ որ կախելություն ունեցող անձին դու ներկայացնում ես այս բոլոր կողմերը խնդիրների, իրենք կարող են ասեն, ով է ասում, որ ասենք papan չլինի, ես կկորեմ, ով է ասում, որ չգիտեմ, կինս չլինի, ես գլուխ չեմ հանի, իրենք անգամ կարող են գործնական հողի վրա չզգալ, թե իրականում ինչ կարող է իրենց հետ լինել, եթե այս փոխկախյալները իրենց կողքին չլինեն եւ հաճախ դա անգամ իրենք կարող են ագրեսիվ պահին ասել, որ ով է քեզ խնդրում ընդհանրապես հոգ տանես, պետք չի ինձ ոչ մի բան, հա, բայց իրենց կողքին եղող այդ փոխկախյալները շատ լավ պատկերացնում են եւ անգամ ասում են, որ եթե մենք չլինենք ինքը կորած, եթե մենք չլինենք ինքը փողոցային կդառնա, չգիտեմ, թափառական կդառնա, կկործանվի, սա կլինի, նա կլինի, բայց անձը, ով որ քշում է այդ հեծանիվը, չի պատկերացնում, թե առանց այդ երկու անիվների ինչ կլինի իր հետ։ Եվ հաջորդ հարցը, որ ես հաճախ ուղղում եմ ծնողներին կամ կանանց, իսկ ինչ կլինի, եթե այդ երկու անիվները հետևի փոքրիկ պահող անիվները հանենք։ Կընկնի։ Պատասխանն է կընկնի։ Այո, բայց ինչ է լինում ընկնելու պարագայում, ցանկացած դեպքում, երբ որ հեծանիվ վարողը կորցնում է իր հավասարակշռությունը, կորցնում է իր բալանսը, միշտ կան իր կողքին մարդիկ, ովքեր այդ ընկնելու պահին կարծես այսպես ձեռքը պահում է, որ անգամ ընկնելուց ինքը չարճակատվի, չառերեսվի այդ գետնին, այդ հատակին, միշտ իրենք այսպես կարծես փրկում են։ Եվ այդ փրկիչը լինելու ճանապարհին մենք փաստորեն թույլ չենք տալիս, որ անձը հասնի իր հատակին, անձը արճակատվի իր կյանքի խնդիրների հետ, անձը արճակատվի իր անպատասխանատվության հետևանքների հետ, հա, ինչ եղավ, եթե ես իրեն քնից չարթնացրեցի եւ ինքը կորցրեց աշխատանքը, ինքը մնաց առանց աշխատանքի, դա էր հետևանքը։ Ինչ կլինի, եթե ես իրեն չհուշեմ, որ դու ժամադրություն ունես բժշկի հետ, ինքը կկորցնի այդ ժամադրության հնարավորությունը։ Ինչ կլինի, եթե ես իրեն փող չտամ, որ ինքը այսօր գնա եւ իր համար թմրադեղեր կամ խմիչք առնի, ինքը կմնա առանց դրա եւ ինչ քայլերի կդիմի։ Այս սա է նշանակում թույլ տալ, որ անձը իր արարքների հետևանքների հետ արճակատվի, բայց քանի որ քիչ առաջ ես նշեցի, որ փոխկախյալների համար շատ դժվար է տեսնել տվյալ անձին դիսկոմֆորտի մեջ, անհարմարավետության մեջ, վատ հուզական վիճակների մեջ, որովհետև իրանք կախվածության մեջ են հուզականորեն, էմոցիոնալ առումով, այդ զուլումը այնքան է արդեն տեղի ունեցել, որ իրենք կարող են իրենց ամբողջ առօրյան կազմակերպել այդ անձի էմոցիոնալ ֆոնից ելնելով, որ եթե այսօր տրամադրությունը լավ է, ինքը ուրախ է, բոլորս լավ ենք, մեր կյանքը կարող ենք կազմակերպել, գնալ մեր գործերին, բայց եթե այսօր ինքը վատ է, բոլոր գործերը քենսել ենք անում, բոլոր մեր ծրագրերը հետաձգում ենք, որտեղ այսօր ինքը խնդիրներ ունի։